Նկարված է կառավարության տունը, այսպես ինչ-որ տարօրինակ ծռված, վրան կասկադն է նկարված, կառավարական տան վրա կասկադն է, օպերայի շենքն է, ու կառավարական տան վրա չկա հայկական խորհրդանիշ, դրոշ, զարմանալի է։ Այդ այբենարաններում ես չտեսա հայկական որևէ խորհրդանիշ։ Իսկ այբենարանը ինչ է։ Այբենարանը ի վերջո այն գիրքն է, որով պիտի երեխայի մեջ կաթիլ մտնի հայրենիքը, այս բառը վախենում են հիմա ասել, մտնի հայրենասիրությունը, որտեղ հայրենասիրությունը այսօր մեր գոյության բաղադրիչներից է, եւ միշտ է այդպես եղել։ Ինչքան էլ փնովեն, ինչքան էլ ասեն հայրենասիրությունը վատ բան է, բայց դա այդպես չէ։ Տարօրինակ է, որ այբենարան են ստեղծում, որի մեջ չկա Մեսրոպ Մաշտոցը, չկա Այբուբենը։ Երբ որ 9-րդ հրաշալիքով մենք որոշում էինք, մեծ տպաքանակ ուներ 9-րդ հրաշալիքը եւ որոշեցի ընթերցողների հետ միասին որոշենք, թե Հայաստանի 7 հրաշալիքները որոնք են։ 7 հրաշալիքների թվում էր Արարատ Սարը, Հայկ Նահապետը, Այբենարան, Այբուբենը, Սևանա լիճը, այսինքն նրանք, որոնք հիմա թիրախավորվում են, շատ զարմանալի էր, Այբուբենը դե ի վերջո ինչ տվեց մեզ, Այբուբենը մի հրաշալիք էր, որով մենք լեզու պահեցինք, որով մենք կարողացանք մեր ինքնության հիմնական սյուներից մեկը պահել, դա լեզուն էր։ Եվ հիմա Այբուբենը սովորական ձևով ներկայացնել առանց ընդհանրական անունների, ասենք գրքի մեջ չկա Այբուբենը տված ամբողջական։ Դա պատահական չէ, որտեղ Այբուբենը ի վերջո ինչ-որ մի թաքնագիտական իմաստ ունի իր ներսում։ Եվ երեխաները չեն կարողանում, ինչու չկա, ինչու Մաշտոցի նկարը չկա, շատ զարմանալի է։ Ինչու է, ասենք, Սասունցի Դավթի թուրք էծակին դարձել կայծակի սուր, ծիծաղելի է։ Ինչու է, ասենք, Մասիս Սարը ենթադրենք այդ ամբողջ այբենարանի մեջ մի փոքրիկ տեղ դրել են, որ ասենք կա էլի, մեկ է Սևան յուրվագիծը եւ այդքանով բավարարվել են, մի փոքրիկ բան են գրել, այնտեղ Սևանն է, Մասիս Սարը եւ Սասունցի Դավթի կայծակ սուրը, թուրք էծակին դարձել է կայծակ սուր։ Դե բնականաբար Սասունցի Դավթի նկարը չպիտի լիներ այնտեղ, որտեղ Սասունցի Դավթը հերոս է, հիշողություն է, Սասունցի Դավթը պատմություն է, եւ դա պիտի չլինի այբենարանում։